Ես 40 տարեկան եմ դառնում։ Ամրտ, երևի 90-ականներից, շատ փոքր տարիքից ես լուրեր եմ նայում ու լսում եմ հետևյալ բանը ու զարմանում եմ։ Որ գնում են գյուղեր, գյուղացիներին ասում են, այն մենք քեզ վարկ կտանք կամ սերմացուի համար փող կտանք, որ դու սերմացու առնես, ցորեն ցանես կամ ինչ-որ մի բան ցանես, եւ հետո ստանաս բերքը այդ վարկը կամ պարտքը տաս։ Գյուղացիներն ասում են, ահա, սպասում ենք փողը բերեն, սերմացուն առնենք, ցանենք։ Ամրտ, չեմ կարող ես հասկանում։ Ես 7 տարեկանում էլ այդ միտքը չէի հասկանում, 20-ում էլ չէի հասկանում։ Հիմա 40 եմ դառել, էլի չեմ հասկանում։ Լավ, դու, ասենք, խոսողը 50 տարեկան մարդ է։ Լավ, 50 տարվա մեջ դու չես կարողացել այնքան փող վաստակես, կողք դնես, որ կարողանաս քո սերմացուն առնես։ Սա գիտեք ինչ, սա ֆինանսական կրթության պակաս չի, սա ֆինանսական խելագարություն է ուղղակի։ Ոնց կարող է մարդը դառնա 50 տարեկան եւ չունենա սերմացուի փող։ Հələ լավա 21-րդ դարում ենք ապրում, սով չկա։ 100 տարի առաջ, 200 տարի առաջ, եթե դու չունեիր սերմացուի փող, դու դատապարտված էիր սովի, քո ընտանիքը վերանալու էր երկրի երեսից։ Չգիտեմ, ես դեմ եմ գյուղացիներին այդ սերմացուի փող տալը։ Ես համարում եմ, որ այն գյուղացիները, որոնք չունեն սերմացուի փող, իրենք սերմացուի կարիք չունեն, իրենք պիտի գնան կրթվեն, հասկանան փողը ինչ է, ֆինանսապես նվազագույն կրթություն ստանան։ Ինչքան, եթե մարդը 50 տարեկան է, դու իրան տալիս ես սերմացուի փող, ինքը դատապարտված է աղքատության։ Ոչ մի սերմացուի փող իրան չի փրկի։ Կանցնի 5 տարի հետո էլի դու իրան պիտի սերմացուի փող տաս։ Հաջորդ տարի էլի պիտի սերմացուի փող տաս, այտենց մինչև կյանքի վերջ։